Համայնքների խոշորացման ծրագիրը նախկինների առաջ քաշած ծրագիր է եւ ցեկուս մերժելով նախկինների բոլոր ծրագրերի տրամաբանությունը գաղափարախոսությունը այս ծրագիրը այս իշխանությունը վերցրեց եւ առաջ տարավ, բայց առաջին անգամ երբ համայնքների խոշորացման ծրագիրը կյանքի կոչվեց, դա Մոտկոր, Դիլիջան եւ Տաթև համայնքների խոշորացումն էր, ընդ որում դա պիլոտային ծրագիր էր եւ նպատակներ իրականացումից հետո վերլուծել բոլոր հնարավոր ռիսկերը, առավելությունները եւ առաջ տանել ծրագիրը միայն վերլուծությունից, ռիսկերը հաղթահարումի մասին մտածելուց եւ առավելությունները տարածելուց։ Եվ այդ ժամանակ, երբ ծրագիրը գնաց, տեղական հանրաքվեներ կայացան։ Հիմա այս պարագայում տեղական հանրաքվեներ չեն լինում, հասկացանք հանրության տեղեկատվության բարձրացման մասին եք խոսում եւ ասում եք, այո, ինչ որ մտահոգություններ հնչեցին, բայց մենք կարծում ենք, որ դրանք փարատվեցին։ Ամեն դեպքում կուզեի բարձրաձայնեք, ինչ մտահոգություններ են հնչել, որոնց փարատման մասին դուք այդպես դրական կարծիք ունեք։ Շնորհակալ եմ Տիկին Գյուղեղյան, մտահոգություններից մեկը որպես օրինակ պարոն Եղանը արդեն հնչեցրեց։ Որպես օրինակ պարոն Եղանը հնչեցրեց եւ այդ հարցին տրվել է նույն պատասխանը, ինչ որ օրինակ Կարենի համայնքի բնակչի կողմից բարձրացված հարցին կտրվեր եւ որովհետեւ պատկերացնեք ինչ մտահոգություններ են հնչել եւ ինչ պատասխաններ են տրվել։ Համայնքների խոշորացման վարչատարածքային բարեփոխումների ծրագիրը վստահ եմ նախկինների մտահաղացումը չի, դա նախկինների գյուտը չի, այսպես ձեր նշած նախկինների, սա քաղաքականության գործիք է, որը տարածված է ամբողջ աշխարհում, Հայաստանը, ինչպես գիտեք, ինտեգրված է տեղական ինքնակառավարման համաշխարհային եւ եվրոպական տարբեր համակարգերի, խարտիաների եւ այլն, եւ սա բնավ ձեզ ուզում եմ վստահեցնել, որ նախկիններից որևէ մի պաշտոնյայի գյուտը չի եւ այս վարչատարածքային բարեփոխումների ծրագիրը մեծ թափով իրականացվել 2018 թվականի հեղափոխությունից հետո մեծամասշտաբ տեմպերով եւ իր արդյունավետությունը ապացուցել է հսկայական գնալիք ժամանակ ավարտվեց այլ արձագանք Պարոն Ավետիսյան, ես եւ ոչ մեկը չասեց, որ դա նախկինների գյուտն է, ասեցի կյանքի է կոչվել նախկինների օրոք եւ դուք եկել շարունակել եք, բայց իմ հարցը ռիսկերի մտահոգությունների բարձրաձայնման մասին էր։ Դուք հարցը թողեցիք, անցակ նախկիններին ինչ որ քննադատելով կամ ես դες ուղիղ հարց եմ տալիս։ Մի օրինակ պարոն Եղոյանը նշեց, ուրիշ օրինակ ձեր մոտ չի տպավորվել արդյոք։ Ասենք Եղոյանը չէր հիշեցնում այդ օրինակի մասին։ Ինչ մտահոգությունների մասին է խոսքը եւ բացի դա սահմանադրության պահանջ կա, որ խոշորացվող համայնքների բնակիչների կարծիքը պետք է հաշվի առնվել։ Ինչ մեխանիզմով է խոշորացված բնակավայրերի բնակիչների խոշորացվող կարծիքը հաշվի առել։ Սահմանադրական այդ պահանջի կատարման համար ինչ մեխանիզմ է կիրառվել։ Շնորհակալ եմ արձագանքի համար, Տիկին Գյուղեղյան, ես նշեցի, որ քննարկումներ են տեղի ունեցել խոշորացվող համայնքներում, խոշորացվող բոլոր բնակավայրերի ներկայացուցիչների մասնակցությամբ, նախագիծը մինչև ազգային ժողովին ներկայացվել է օրենքով սահմանված հանրային քննարկման հարթակներում եւ հիմա մենք ազգային ժողովում քննարկում ենք նախագիծը, որտեղ կարող են հնչել նաև մտահոգություններ եւ համայնքների բնակիչների կողմից փոխանցվող հարցեր եւ արձագանքներ։ Որպես մյուս օրինակ, եթե այդ մի օրինակը ձեզ չբավարարեց հնչող մտահոգությունների, ամենահաճախ հնչող մտահոգությունը բնակիչների կողմից տեղեկանքի համար պետքա գնանք 20 կիլոմետր կամ 30 կիլոմետր եւ դրան մեր պատասխանը մշտապես հետեւյալն է, որ տեղեկանքը կարող եք ստանալ վարչական ղեկավարի գրասենյակից առանց որևէ տեղ այցելելու անհրաժեշտության կամ օգտվել թվային կառավարման գործիքներից, որը որ մենք լայնորեն ներդնում ենք պետական կառավարման համակարգում։ Եթե կուզեք էլի օրինակներ տենց կարող եմ շարունակել, շնորհակալություն։